44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, որ 215 էջից բաղկացած զեկույցն ունի գաղտնի և խիստ գաղտնի մաս։ Ըստ նրա, զեկույցը ներկայացնելը բարդ խնդիր է, թույլտվությունների աստիճանաբար կարգերը տարբեր են։ Քոչարյանը նշել է, թե ինքն առանձնացրել է այն հատվածը, որը կարելի է հրապարակել, բայց պետք է պարզի մթնոլորտ ինչպիսին կլինի, որովհետև փաստաթուղթը պետք է ծառայի իր նպատակին, տա այն բաց թողումների պատճառների հիմքերը, որոնք մեր ուժային կառույցների համար պետք է լինեն օր առաջ վերացնելու ուղեցույց։ Մեջբերեմ։ Մեղավորներ ման մի եկեք, դասեր քաղելու մասին խոսենք։ Զեկույցում կան մեղավորներ էլ, դավաճաններ էլ։ Մեջբերման ավարտը։ Հիշեցնեմ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում։ Փակ լսումներ այդ ֆորմատ նշանակում է ասում է, որ ըստ կանոնակարգ օրենքի որ ժամկետը խախտվել է, նշանակում է զեկույցը չկա։ Իհարկե, դա արդեն իրավական առումով վիճահարույց են էլ ոնց։ Եթե ընդունում ենք, որ զեկույցը կա, եթե գնում է փակ լսումներ, ապա լիագումար ինչի չի գնում։ Եթե լիագումար չի գնում, նշանակում է զեկույցը չկա։ Իսկ եթե զեկույցը կա, փակ թե բաց ինչ կարևոր է, իր հասցեն, դա լիագումար նիստերի դալիշն է։